Ըստ իմ հնարավորության անցնող շաբաթ ես փորձեցի մեծամասնության հաղորդակցություն ուղարկել անոնց, որոնք չէ հասած պատճառն է, որ ձեր WhatsApp-ի համարները չեմ ունեցել, և ձեզանից խնդրեցի, որ գարտակ գործարան կելոս 19-րդ գլխում առաջի 10 համարները։ Եվ եթե նկատի առիք, այնտեղ մի քանի բաժանմունքով ասեցի ձեզի, որ հատվածը գարտացեք 3 անգամ անթարթ պահի մեջ, ապա սկսեք դուք ձեզ համեմատել այդ հատվածին հետ, այդ հատվածին մեջ որոնք ներկա են, ինչ է իրավիճակը, ինչ բանով ձեր առօրյան կհամընկնի այդ հատվածին մեջ պատահած դեպքով, ինչ բան կա այդ հատվածի մեջ, որ քո կյանքի մեջ գոյություն չունի, ինչ պատվեր կա, ինչ մարտահրավեր կա, այսպիսի մեթոդ մներ, որ ձեզի ներկայացուցի, և ապա հիշեցի, թե սկսիկ այդ հատվածին առողջությամբ աղոթել։ Եվ աղոթքեն ետքը բահմը դուք ձեզ ամփոփիկ լուրության մեջ և տեսնեք, թե Աստված ձեզի ինչ ըսավ, Տերը քեզի ինչ կխոսի այդ հատվածին մեջը։ Ասիկա սիրելիներ մեթոդ մնը, որ լատիներեն կգոչվի լեքսիո դիվայն, խորհրդածություն, սերտողություն Աստուծո հետ։ Հավատքի կյանքի մեջ հաճախ մարդիկ կհարցնեն և կսեն, թե ես կուզեմ Աստուծո կամքը ճանչնալ, գիտնալ, թե Աստված կոնկրետ ինձ ինչ կուզե, ինչ կպահանջի։ Ասիկա լավ հարցում է, ասիկա ճիշտ հարցում է, բայց ասիկա հարաճաթեմ նվիրում ունեցող հավատացյալին պաշտացնելիք հարցում է, որովհետև սկիզբում մենք պետք է որ գարտանք Աստվածաշունչը և Աստվածաշունչը բավարար է մեզի ցույց տալու, թե ինչ է Աստուծո կամքը և Աստված մեզ ինչ կխնդրե։ Եթե մենք ուզենք գիտնալ Աստուծո կամքը մեզի համար յուրահատուկ ինչ է, օրինակ, ես որ երկիրը ուզեմ ապրել, եթե ամուրի եմ ճիշտ իմ կյանքի ընտրությունը ով պիտի լինի, կամ եթե երիտասարդ մնե ինչպիսի գրթություն ստանալու է, այսպիսի շատ յուրահատուկ դեպքեր իրավիճակներ կան, որ մենք կգենանք Աստուծո առջև, կաղոթենք, կփնտրենք, դեռևս հովիվի ուսուցիչներու կհարցնենք, հասնելու համար, թե մեզի համար ճիշտ Աստուծո կամքը ինչ է։ Բայց ամեն բանի առաջ մենք որպես հավատացյալներ, եթե Աստուծո խոսքով չենք բավարարվիր, և Աստուծո խոսքը մեզի համար բավարար չէ ճանչնալու ինչ է Աստուծո կամքը մեզի համար, այդ երկրորդ քայլը սիրելիներ ատկանալ բար սովորական բան չէ, անշուշտ ես չեմ խոսի բացառություններու մասին։ Հիմա ինչ որ հաղորդակցության մեջ գրեցի և ձեզի ներկայացուցի շատ ամփոփ բաներ։ Եթե Եվրոպա լայ դերևս երկար բարակ իմեյլ մը կրվեր և ատիկ ամենուն իմեյլով ուղարկվեր, իրենք այդ մեթոդը կգործած են, բայց ալիգա մեզի համար տակավին ատկանալ հասանելի չէ, սովորական չէ։ Բայց որ մգուկա և մենք աս լեքսիո դիվայնը ավելի մանրամասնությամբ կսերտենք, որովհետև սիրելիներ շատ հաճող, շատ ընդունված, սուպ քրային 100% մեթոդ մնե, որ մենք Աստուծո խոսքը գարտանք, մեր անձերը համեմատենք, աղոթենք և ետ կտեսնենք, թե այդ հատվածը, որ մենք գարտացինք, այդ հատվածին ընդմեջեն Տերը մեզի ինչ ուզե ըսել։ Գուկա օրերը։ Մենք այս օրերում կսերտենք բարեխոսական աղոթները Աստվածաշնչյան։ Եվ մեր փափակն է, որ մենք հասնենք հոգեկալուստ,
հարություն, հոգեկարուստ և հոգեկարստյան օրերուն ենք հավաքվինք և աղոթենք ինչպես առաքյալները բերնադան մեջ կաղոթեին, որովհետև եկեղեցվո ծնունդը, եկեղեցվո զորությունը հոնդել են սկսա։ Պիտի փորձենք նմանիլ սիրելիներ մեկ խոսքով գործ առաքելուց։ Իսկ Աստուծո օգնությամբ այսօրվա նույնը որ պիտի ներկայացնեմ, որպես առաջադրանք բարեխոսական աղոթք նորահավատ հավատացյալներ։ Բայց որպեսզի այսօրվա մեր քարոզին վերնակիրը ավելի ամփոփ ըլլա եւ կոնկրետ այս վերնակիրը ընդրած է բարեխոսական աղոթք Սուրբ Հոգին ստանալ։ Աստուծո խոսքեն պիտի գարտամ Եփեսացիս ներողություն։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Գործք առաքելոց 19-րդ գլխուն առաջին դասը համարները։ Սխալմունք ինձ մեր հոնալ Եփեսացիս ցույց տվա, բայց ճիշտը գործ առաքելոցն է։ Տեխնիկ սխալ է, խաթապմատ բայր։ Գործ առաքելոց 19, մեգեն դասը։ Քանի որ Ապողոս Կորինթոսի մեջ էր, Բողոս վերի գողմերը բդդելով Եփեսոս հասավ, և քանի աշակերտներ գտնելով ըսավ անոնց, երբ հավատացիք Սուրբ Հոգին արիք արդյոք, անոնք լսին իրեն, բայց մենք լսած չենք թե Սուրբ Հոգի կա, անա լսավ անոնց, հապա ինչով մգրդեցաք, անոնք լսին Հովհաննեսի մգրդությունով, Բողոս լսավ, Հովհաննես ապաշխարության մգրդությունով մգրդեց ու ժողովրդին ըսավ, որ հավատան անոր, որ իր հետո պիտի գա, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Երբ ասիկա լսեցին, դեր Հիսուսին անունովը մգրդվեցան։ Բողոս երբ անոնց վրա ցերկ դրավ, Սուրբ Հոգին անոնց վրա եկավ և լեզուներ կխոսեին ու մարգարեանային։ Անոնք բոլորը 12 հոգի էին, ապա ժողովարան մտնելով 3 ամիս համարձակությամբ Աստուծո թագավորության վրայով կխոսեր ու կհամոզեր։ Երբ մենք քանիները կհամարեին ուտեն գտնեին բազմության առջև և կվարգապետեին այն ճամփան, ինք անոնցմե հեռացավ և աշակերտները զատեց ու ամեն օր դիրան անունով մեկումը թփրադան մեջ կխոսեր։ Ասիկա 2 տարի տևեց, մինչև որ բոլոր Աստծո մեջ բնավոր հրյաները ու գույները Տերոջ խոսքը լսեցին։ Անշուշտ մենք պիտի նայենք հատվածի առաջին բաժնի վրա։ Եկեք սիրելիներ բահման մեր երևակայությունը, պատկերացումը ընդարձակենք և պատկերացնենք հետևյալը։ Որդուն օրը կացիր Հնդկաստան և Հնդկաստանի խոր անդարները այցելեցիր և հոն կեզի մոտեցավ հնդիկ, որ հասնի կարողացավ իր հետը անգլերեն խոսի։ Եվ այս հնդիկին հարցուցիր և լսիր, տուն քրիստոնյան ես, ինչ անիգա, ասպես նկատեցիր, որ ինքը քրիստոնեայության մասին ոչ մի բան չի գիտեր։ Ես իր հավա իսլամ ես, սավադի ինչ է, ինչի մասին ես խոսում։ Ասին լավ, քանի որ դու ապրում ես Հնդկաստանի մեջ, հնդուզ ես, ոչ, բուդիստ ես, ոչ, սիխ ես, ոչ, որովհետև Հնդկաստանի մեջ հազարավոր գրողներ կա, ինչպես հազարավոր լեզուներ, և քեզի իր լեզուի մասին խոսեցավ, որ չես լսած, իր գրոնքը, որ երբեք տեղեկություն չունիս, այնպես պատահեցավ, որ մեկերնիդ արևելք եք, մյուսերնիդ արևմուտք, ատկան իրանը հերիք, հերավորություն կա։ Եվ դու որպես քրիստոնյա հավատացյալ կացած ես Հնդկաստան, ասիր լավ բարեկամ քեզ մի բան ասեմ։ Քանի որ դու ոնց որ անգլերեն իմանում ես, ես քեզ նվիրում եմ մի անգլերեն նոր կդակար։
Սա ինչ է, ինչ քիրք է, գարտ, Հիսուսին քիրքը, և քիրքը վերջուց, և ինքը ոչ մի բան չի գիտեր քրիստոնեության մասին, ինչ կխորիկ, ինչպես կրնաց պատկերացնում, որ այս անձը և ավետարանը գարտ, ինչ կհասկնա, ինչպես կհասկնա, հոն մեջը կրված, որ ինքը երբեք այդպիսի բան չէր ասած։ Մենք դերևս այսօրերուն շատ դյուրեն իսեր Քրիստոսի և մարդկանց մրգության, մարդոց ավետարանում դա, երկս ենք կարդացում։ Արդյոք ինչ կհասկնան և ինչպես կհասկնան։ Տարիներ առաջ, մոտավորապես 23 տարիներ առաջ, դերևս մի քիչ աստեղեկությունը տված եմ ձեզի, կներեք եթե գրկնողություն է, իմ մոտ 5 հատ իսլամ եկավ, Հալեբ, Մորուքով, իսլամ, ոնց որ գրնակ պատկերացը, և ինձի հարցում հարցուցը, Սին Հիսուս կսավ, թե իր մեր ետ մարգարե վիլիկա, դուք անոր հավատում եք, որ անիգա Մահամմեդ Հիսուս չասեց, որ իր մեր ետ մարգարե վիլիկա, Ես իմացա, թե իրենց հարցումը մտքի հանգույցը պարտ խնդիրը որն է, Սուրբ Ոգիին մասին է։ Աբա երկրորդ օրը, այդ 5-ին մեջ են մեկը առանցին մոտս եկավ։ Տեսա ասպես բդդվում է շուրջս, սի բարեկ ամենք ուր, մտև տեի մխամենք, սավ կեզ մեն խնդրանքն ունի, բայց նախկան խնդրանքս Սավ կեզի հարցում դիտարցան, ասի ինչ է, սավ կանի անգամ ավետարանը գարտացած ես, ասպես մահ մգեցա, իմ ասի ինչ պատասխանեմ, ամոթով պիտի մնա, ասի չեմ հաշված, շատ գարտացել, սավ կեզի պամը միտասեմ, ասի ինչ, սավ ես կեզանից ավել գարտացել, ես հասկացա, որ ինքը ավետարանը շատ կարդացած է, բայց մուսլիման է, և ինքը ունի նախապաշարումներ, և որքանով քրիստոնեության մասին իր ունեցած գիտությունը ճիշտ է, որովհետև փողոց են հավաքել է, և ոչ թե ավետարանը։ Ասի լավ, սա խնդրանքս հետևյալ է, ասա, Սա ինձի հովանու ավետարանի մեկնության քիրք ապահովում է։ Ասի, ասի, այսպես մի անգամից, ասի, հովանուն ես ուզում, ասի, կեզի Մատթեոսի մեկնությունը պերեմ, Մարգոսինը պերեմ, ասի, հովանուն մի քիչ ծանր է։ Ասի, չէ, դուք Հիսուսի խոսքերը ճիշտ չեք հասկացել։ Ոնց ասում եք Հիսուս, Աստծո որդի է, Աստված է։ Խնդր, որոշ չափով ոնց որ ասում ենք, ջոգեցի իր խնդիրը որն է։ Բայց չի վրազեցի, ասի լավ կար շաբաթ կուքասեց կեզի հովանու ավետարանի մեկնությունը ուդամ, և այդպես այն եղավ։ Շատ փարոյապես մաքուր անցում էր։ Իսլամական ծառայող մզգիթեն Ալլահու Ակբար կանչող, ավետարանը շատ կարդացած, մաքուր դրան էր, փարոյապես շատ մաքուր։ Երկար ադեն հետը երկխոսության մեջ է, երկար ադեն, շատ տանտախ։ Եմ վերջում իրեն էսի, որ անունն աղսեն, Ֆաթիհ։ Սիդես Ֆաթիհ էսի, դագավին մեղկերուտ մեջ ես։ Տունեսի բացարի ես, որ մշատ իրեն ներս էխմեցի։ Սի Մհամմեդեն Ալլահ ես, չէ սա, ստաղվրլավ, ներկավլիցի հարապերնով, չէ սա, վատպես չէ։ Սի սի այդպես է, որտև սի Մհամմեդը պաներ գա արած է, որ դու չես անը։ Ինքը կիծավ կարը որտեղ խպեցի։ Դես էսի Ֆաթիհ, դագավին մեղկերուտ մեջ ես։ Այնպիսի խելացի պատասխան մտվավ, սա բագով, որ ջաշը չէ եղված, դու չես կարող
ուտել, պետք է ջաշի և վի։ Ասես դու իմանում ես որտեղ ապրում եմ, ինչպիսի շրջանակ ունի, ինչպիսի պաշտոն ունի, ասես ինչ անես, հանգարց ասես ես իմ ընտանիքը առնելով ուրիշ երկիր չեմ գարա երթալ, և իմ ամրակ շրջանագից մեջնալ, ասես Հակոբ քո ասած քայլը չեմ գարա, տեսա թե հավատացած է, որոշ բանի հասած է, բայց և այնպես վախեր ուներ, ինչև այսօր իրեն համար գաղոտ է, որտեղ պատերազմի պատճառով հաղորդակցությունը կտրվեցավ իմ և իրեն միջև։ Հիմա ինչու համար այս պատմությունը ուզեցի ձեզի պատմել։ Ինչու։ Պատկերացուցեք ուսուցումը առանց ուսուցիչի։ Մեկը ուսուցում գրթություն պիտի ստանա և իր մոտ չգա ուսուցիչ։ Նամանավան ինքը ուսուցումը ուզում է վերցնել գրոնքի մասը։ Այսինքն լուսաբանողը պետք է, ուսուցանողը պետք է։ Իսկ երբ որ մենք սիրելիներ ուզում ենք թե մինին փոխանցել հավատքի վկայություն կամ հավատքի ուսուցում, անհրաժեշտ է, որ անձը տեսնե և լսե ուսուցումը ուսուցիչին մեջ։ Եթե ես փոխանցելու եմ հավատքի և սիրո ուսուցում, և ունգընտիրը աշակերտը իմ մեջ չի դնում հավատք և սեր, այն ժամանակ իմ ուսուցումը իր աստեցությունը կգորացնի։ Հովհաննես առաքյալ ըսավ, զայն որ տեսանք ու լսեցինք, այն է որ կվկայենք, ինչ որ տեսան և լսեցին Քրիստոսի մեջ։ Առաքյալներուն վկայությունը և առաքյալներուն կյանքը իրար հետ համընկնված էր, ներդաշտակ էր, այսինքն իրենք կապրեին, կվկային այն ինչ որ ունեին իրենց մեջ, իրար կհամընկներ։ Երբ ուսանողը և ուսուցանողը, ուսուցիչը խոսի հավատքի և կամ սիրո մասին, աշակերտը ուսուցիչին կյանքի մեջ տեսնելու է հավատք և սեր։ Հիսուսը ասավ, «Ինձ մեզ սորվեցեք, որ հեզ եմ և սրտով խոնար»։ Եվ այս սկզբունքը ցայտուն է Աստվածաշունչի մեջ։ Մովսես մարդկության ամենահեզ մարդն էր, նույնպես Քրիստոս։ Այսօրվա մեր բնական հատվածին մեջ մենք կհանդիպենք Բողոսի հարցադրումին, երբ հավատացի Սուրբ Հոգին արիք, պատասխանը, մենք լսած չենք, թե Սուրբ Հոգի գա։ Կտեսնեք մարդիկ հավատք ունին, բայց ամբողջական գիտություն չունի իրենց հավատքին նկատմամբ։ Կարծես թե Պողոս առաքյալը իրենց հետ խոսեցավ օտար լեզվում։ Ինչս է Սուրբ Հոգի, ով է Սուրբ Հոգին, մենք այդպիսի բան լսած չենք։ Որովհետև հարցումը դրվեցավ հույներուն, որոնք կապրեին Եփեսոսի մեջ։ Այդ շրջանները և մինչև օրս հույն ժողովուրդ կա, ինչպես նաև Սուրյո մեջ։ Հույն առաքելական կամ հույն կաթոլիկե համայնքը։ Ես ավելի սուրյահայերի համար ավելի ընդունելի է։ Բայց հին ուխտին մեջ Սուրբ Հոգին մասին հստակ և որոշ չափով ուսուցումներ և մարգարեություններ ու գործունեություններ կար։ Քութայականները Սուրբ Հոգիի նկատմամբ այնպես չէին իրենց գիտությունը, անկրակետ չէին, ինչպես հեթանոսուտենե հավատքի եկածները։ Հովհաննես Մկրտիչը վկայություն տվավ
իր մե մգրդվողներուն եւ ըսավ. Ամբոր իզմե ետքը գուքա Հովանես մգրդիչին արկնարգը Հիսուսին. Ամբոր իզմե ետքը գուքա ան պիտի մգրդե ծեզ սուրբ հոգիով եւ գրարով։ Այս ճշմարտությունը ակնհայտ էր հութայական հավատացյալներուն, բայց ոչ հետամուսներուն, որոնք շատ քիչ բան գիտեին երկնային ճշմարտություններուն մասին։ Իսկ Քրիստոսի առաքյալները Սուրբ Հոգին մասին ընդհանուր եւ հիմնական ճշմարտությունները սորվեցան Հիսուսի ուսուցումով։ Սուրբ Հոգին մասին ամենահզոր ուսուցիչը Հիսուս Քրիստոս ինքն է։ Իրենք ոչ թե որ միայն Քրիստոսեն լսեցին, այլ Քրիստոսի մեջ տեսան եւ տեսնելով սկսան ճանչնալ, թե ով է Սուրբ Հոգին։ Սիրելիներ չսխալենք եւ ասենք ինչ է Սուրբ Հոգին։ Արարգա չէ, Սուրբ Հոգին անց է եւ մենք ասելու ենք ով է Սուրբ Հոգին։ Եվ իրենք Քրիստոսի մեջ հոգով Սրբո զորությունը տեսան, որ այդ Աստվածային է։ Աստուծո Հոգին է, Աստուծո զորությունն է Քրիստոսի մեջ մարմնավորված։ Ամենահիմնական ուսուցումը Սուրբ Հոգիի ճշմարտության Հիսուս փոխանցեց իր աշակերտներուն Հովաննու 14-րդ, 5-րդ եւ 16-րդ գլուխներուն մեջ։ Ձեզ հիշեցուցած եմ բարդ կսկամ գրտնելու սիրելիներ, որ մենք Հովաննու ավետարանի 14, 15 եւ 16-րդ գլուխները անքիր իմանալու ենք։ Մեր մատներուն վրա ճանչնալու ենք անիկա, որովհետև Հիսուս ուսուցանեց իր աշակերտներին։ Եվ այդ ուսուցումի մեջ տեսեք Հիսուս ինչ կսե։ Տեսեք Հիսուս ինչպես բարեխոսական աղոտ կբարձրացնե իր առաքյալներուն, որպեսզի անոնք ստանան Սուրբ Հոգին։ 14-րդ գլխում 16-րդ եւ 17-րդ համարները։ Ես ալ հորը պիտի աղաչեմ, ես ալ հորը պիտի աղոթեմ, եւ ուրիշ մխիթարիչ պիտի դարձեզի, որպեսզի հավիտյան ցեզի հետ բնակի։ Աստուծո Հոգին է, որ կկարողանա հավիտյան բնակի։ Ճշմարտության Հոգին, որ այս աշխարհ չի գնալ ընդունի, վասնզի չտեսներ զանիգա ու չի ճանչնալ զանիգա։ Հերու են, անծանոթ են Սուրբ Հոգին, բայց դուք կճանչնաք զանիգա։ Եվ տեսեք ինչպես կեզրափակ է, վասնզի ձեր քով կբնակի, վասնզի ձեր քով կբնակի եւ ձեր մեջ պիտի ըլլա հավիտյան ձեր քով եւ ձեր մեջ։ Առաջին բարեխոսական աղոթքը Սուրբ Հոգին ստանալու համար Հիսուս Քրիստոս ինքը աղոթեց իր աշակերտներուն համար, բարեխոսեց։ Ետքը առաքյալները աղոթեցին եւ սպասեցին Բեռնադան մեջ, մինչեւ որ բոլորը լեցվեցան Սուրբ Հոգիի զորությամբ։ Հիմա կտեսնենք աստիճանաբար ինչպես կհասնի առաքյալներուն եւ բոլոր հավատացյալներուն։ Հիսուս աղոթեց, ղրգեց Սուրբ Հոգին, իրենք աղոթեցին, լեցվեցան Սուրբ Հոգիով Բեռնադան մեջ, ապա սկսան իրենք ցերկ դնել եւ աղոթել նորահավատներուն վրա, որպեսզի անոնք ստանան եւ լեցվին Սուրբ Հոգիով։ Մենք հոս կտեսնենք Պողոս առաքյալ ինչպես կաղոթե Եփեսացիս նորահավատներուն համար, որպեսզի անոնք Սուրբ Հոգիով լեցվին, բայց նախքան որ Պողոս առաքյալ ինքը աղոթե եւ Պողոս առաքյալ դարձի եկավ,
Դերը իրեն ըսավ, որ գերտաս Դամասկոս Անանիա անունով աշակերտի մքով գմտնես։ Եվ Անանիա աշակերտը Դամասկոսի Անանիա վգայեց, Բողոսը ապաշխարեց, Բողոսը իր մեղքերը խոստովանեցավ, հոն Բողոս մգրդվեցավ Դամասկոս Անանիայի տան մեջ, եւ ապա Անանիան իր ցերկերը դրավ Բողոսի վրա, Բողոս Սուրբ Հոգին ստացավ։ Ինչ որ ինքը ապրեցավ, ինչ որ ինքը փորձարապար ունեցավ այս փորձառությունը ճշմարտությունը, հիմա եկավ եւ ինքը հարց կուտա Եփեսոսի աշակերտներուն եւ գսե. Երբ հավատացի Սուրբ Հոգին ստացաք, Անոնք ալպսին լսած արջենք թե Սուրբ Հոգիգա, հավա ինչով մգրդվեցակ, որովհետև պայման է մգրդության արարողագարքին և թավանության մեջ մգրդվողը թավանի և ընդունի հայրը, որդին և Սուրբ Հոգին։ Եվ անոնք ալսին Հովանեսի մգրդությունով։ Իսկ Հովանես ասած էր անցես պիտի մգրդե Քրիստոս ճուրով եւ անցես պիտի մգրդե Սուրբ Հոգիով եւ գրագով։ Մգրդություն ճրի եւ մգրդություն Սուրբ Հոգի։ Այն շուրջ գործարակելոցի մեջ Սուրբ Հոգի մգրդությունը, Սուրբ Հոգի լեցունությունը, Սուրբ Հոգի զորությունը, հոմանիշ բարերը, ադիկա գործարակելոցի մեջ այդ մեթոդը կա, բայց մեկ բան իրականություն է, ըլլա մգրդություն, ըլլա լեցունություն, ըլլա զորություն, հադուկ ըստանալ և լեցվի, և մգրդվի Սուրբ Հոգիով, Քրիստոսի անունով, լեցվի զորությունով, ընդունի Սուրբ Հոգի գրակը։ Հիսուս մեղքերու թողություն ուտա, ասար ուզեմ շեշտադրել, և մարդոց գազադակրե մեղքի կերությունից։ Սուրբ Հոգի գրակով, որը սկսա քո մեջ բնակի։ Երբ հավատացյալներ Սուրբ Հոգիով լեցվին, միայն այն ժամանակ է, որ գազադակրվին մեղքի կերութենը։ Մեղքերի խոստովանությունը մի բան է, մեղքերի կերությունից ազատակրվելը բոլորովին տարբեր բան է։ Գա զորություն, գա խոստովանություն, գնդունից որ սխալած ես, մեղանչած ես, բայց կարևորը չի գտնվելն է, չի շարունակվելն է, և այդ մեկը կլինի միայն Սուրբ Հոգիի գրավով։ Այս ամենը սիրելիներ ուզեցի ներկայացնել, որովհետև այդ հատվածը, որ մենք շաբթվա ընթացքին և այսօր գարտացին, այդ հատվածի մեջ երկու բան շեշտադրված է. մգրդություն և Սուրբ Հոգին ստանալ։ Նայենք սկզբունքին։ Մգրդություն Հիսուսի անունով։ Գործ Արաքելոս 19-րդ գլխուն առաջին բաժնի մեջ մենք կհանդիպենք, կտեսնենք Հովանեսի մգրդությունը, որ ճանապարհ պատրաստած էր, ճանապարհը բացած էր, որպեսզի մարդիկ մգրդվին Հիսուսի անունով և ընդունին Քրիստոսը և Սուրբ Հոգիի գրակը, Սուրբ Հոգիի լեցունությունը։ Հովանեսի մգրդությունը հին ուխտի մեջ զղջումի մգրդություն է։ Անի հութայականները շատ լավ գիտեին, եթե մեղանչեցին, ապա իրենք զղջումով խոնարհվելու էին։ Իսկ Հիսուսի անունով մգրդությունը մեղքի քավություն և ազատագրում է Սուրբ Հոգիի գրակը ստանալով։ Որովհետև սիրելիներ Սուրբ Հոգիի գրակը գայրե, կմաքրե, կազատագրե մեղքի կերությունից։ Եվ Պողոս ասած է,
մեկ է մգրդությունը, Բողոս Արաքյալ ինքնինքը չի հագասեր։ Այս հատվածի մեջ մենք կտեսնենք աշակերտներ, որոնք մգրդված են Հովհաննեսի մգրդությունով եւ ապա կմգրդվին Հիսուսի անունով։ Նկատի ունենանք, անդրադառնանք, տեսեք սիրելիներ։ Աստվածաշնչյան մեկ հատված ամբողջություն չէ, բայց Աստվածաշնչյան ամեն մեկ հատված ունի իր հատուկ կարևորությունը։ Աստվածաշունչը մեկ ամբողջություն է։ Մենք այսօր ամբողջ մգրդության և Սուրբ Հոգիի լեցունության նյութը մեկ պատկամով չենք կրնար ներկայացնել, բայց այս հատվածը իր կարևորությունը ունի։ Երբ որ Բողոս Արաքյալ գսե մեկ է մգրդությունը, մեկ է այն մգրդությունը, որ թուն հավատքով գթավանիս Հիսուս Քրիստոս քու փրկիչը և քու դերը խոստովանելով քու մեղքերդ և կմգրդվիս իր անունով, ապա երկրորդ մգրդության գարիքը չի գա, Պայսոս Հովհաննեսի մգրդությունով մգրդվածներուն համար անհրաժեշտ էր, որ իրենք մգրդվեին Հիսուսի անունով, թավանելով և խոստովանելով Հիսուսը դեր և փրկիչ։ Բողոս Արաքյալ Հովհաննեսի անունով մգրդվածներուն մգրդեց Հիսուսի անունով և ապա ցերկերը անոնց վրա դրավ և աղոթեց, որպեսզի անոնք ստանան Սուրբ Հոգին։ Սիրելիներ, Հովհաննեսի մահեն ետքը Հովհաննեսյան գրոնականությունը շարունակվեցավ։ Եվ մենք, որ արաբական երկիրներեն եկած ենք, նամանավանդ Իրաքի մեջ գրոնական խումբ մգա, որ եթե անունը հայերենի թարգմանեմ, անիգա գուկա Եղիսապետյանները, Ալիսապատ, որ ասում մինչև այսօր սկե հետևին Հովհաննեսի մգրդության։ Եվ եթե չեմ սխալվում, շատ լուրջիմի արնեք, գախ ասում են փոքր թիմը Սուրիայի Մաանուլե քյուղը, որոնք մինչև այսօր իրենց քյուղական պարպարը արամերեն է, այն ինչ որ Հիսուս կխոսի, և ասով Սուրիան և Սուրիայի քրիստոնյաները մի քիչ կբարձենան, որ մենք ունին քյուղը, որ կխոսի Հիսուսի խոսած արամերենը, և հոնալ կա, որոնք մինչև օրս կհետևին Հովհաննես մգրդիչին։ Անոր համար աղանթավոր են։ Ինչու աղանթավոր են, որովհետև կմերժեն Հիսուսի անունով մգրդություն։ Ինչպես Հայաստանի մեջ կա խումբը, որոնք շատ լավ փարոյական սկզբունքներ ունին հիմնված Հնկամատյանին վրա, բայց և այնպես կմերժեն մգրդությունը։ Ինչ որ հետապնդեցի, շատ քիչ տեղեկություն ստացա, գիտեք Հայաստանի մեջ գտնվող տարիները իվեր ծնած մեծած ռուսերն են, այս տեղեկությունը փոխանցեցին, բայց ինչ որ բրբդեցի, իրենց շատ լավ գետերով հանդերձ կմերժեն մգրդությունը, անոր համար կգոչվին աղանթավոր, այսինքն բաժնված և կամ շերված։ Բողոս Արաքյալ Եփեսացիս նորահավատներուն մգրդեց Հիսուսի անունով և ապա ցերնատրեց, իր ցերկերը դրավ անոնց վրա, աղոթեց, որպեսզի Սուրբ Հոգին ստանան։ Մգրդություն Հիսուսի անունով և երկրորդ կետը ցերնատրություն Սուրբ Հոգին ստանալու։ Ամփոփ կերպով ներկայացնեմ։ Իսկ ինչ է ցերնատրության խորհուրդը։ Այն ինչ որ քեզի շնորհված է, որպես պարգև և կամ գոչում, թուն զայն
ուրիշներուն գփոխանցես Հիսուս Քրիստոսի անունով հավատքով ցերնատությամբ Տուն ունիս եւ անիկա գփոխանցես որպես բարգեւ եւ գամ որպես գոչուն Հիսուսի անունով քու ցերկերը տնելով Հռոմայեցիս 11-րդ գլխում 27-29 համարները գարտամ եւ կարևոր բաժինը վերհան Այս է իմ ուխտս անոնց է, աստուծո ուխտը հուտայականներուն է, երբ անոնց մեղքերը վերցնեն, ավետարանին նայելով անոնք թշնամի են ծեր սիրունին համար, այսինքն հրյաները հուտայականները հետանոսներուն հետ թշնամություն ունին, որովհետև հետանոսները Քրիստոսի սերը ընդունեցին, բայց ընդրության նայելով որ իրենք ընդրված էին, սիրելի են իրենց հայրերուն համար։ Հրյաները դերոջը մոտ սիրելի են, որովհետև դերը իրենց հայրերուն նահարելներուն հետ ուխտ գաբած է։ Եվ վերջում իրի պրգվին, բայց իրենց անհավատությունը էտանոսներուն պրգության թուրը բացած էր։ Եվ իմ ականք 29-րդ համարը, որ ուզեմ շեշտադրել, Վասնզի աստուծո բարգևները ու գոչումը առանց զղջալու են։ Ինչ որ դերը գուդա, որպես բարգև և գոչում, դերը դալեն ետքը մեր մարդկային պարպարով, դերը դալեն ետքը չի զղջար, չի պուշմանիր։ Մենք ընդհանրապես վեր գարնենք Հակոբու առաջին գլխուն 17-րդ համարը որ գսե ամեն բարիդուրք եւ կատարյալ բարգև վերեն հուսո օրմեն իջնե որու մեջ եք փոփոխություն մգա ընդառնալու շուտ մը չի գա նույնանման հոմանիշ համարներ են դերը գուդա եւ ետ չի դառնար Բողոս Արաքյալի միջոցով Եփեսացիս հավատացյալները մգրտվեցան խոստովանելով եւ թավանելով որ Հիսուս Քրիստոսը իրենց մեղքերի փրկիչն է եւ թավանեցին, որ Հիսուս Քրիստոսը իրենց դերն է։ Ետքը Արաքյալ իր ցերկերը անոնց վրա տնելով աղոթեց անոնց համար եւ ստացան Սուրբ Հոգիի բարգեւը։ Ի նշան Սուրբ Հոգիի բարգեւը ստանալու նշանը իրենց մեջ տեսնվեցավ Օդար լեզուներ խոսելով և մարգարյանալով։ Սուրբ Հոգին բարգևը և գոչումը ստացողին մեջ անպայման ի հայտ կուկա այն նշանները այն ինչ որ ինքը նախապես չուներ։ Ասակ ուզեմ շեշտադրել։ Բարգևը այն է, որ քեզի կդրվի Որտուն անիգա նախապես չունիս։ Մատուկ կդենակ, որ ես դերոջը շնորհքով քարոզում։ 16-17 տարեկան պիտի հլայի այդ օրեր ուներ։ Ես Սիրիայում մի պարտիական խումբի մեջ սկսած էի հաջախել Հալևում մեկ տաշնակները գան, մեկ հնչակները։ Եվ իզմեղ ընտրվեցա, որ ես տասախոսությունը պատրաստեմ, որդև կայլի կսկավ մարզական նայել եղած էի, խորեցամ, որ ենտահող ունիմ, որ մեզ ասկականներես, որոնք այդ պանի մեջ չատ նվիրված էին, Ասիմ, որ տասախոսություն պատրաստ է։ Ես այդ շատ ամուջկոտ կաշտղամ ունեի, և որ տասախոսությունը դվի, տասախոսը սա ագոքով զեգուր, սա մին եղանար, տուն անգամը տասախոսություն միտար։ Ադի դու չունես, էդի կողոն չի գա, այսինքն ավելի լավ է քեզ համար, ունգընտիրների համար։
Տարիները անցավ, անշուշտ 6 ամիս վերջ ապաշխարեցի, թողեցի, դուրս եկա եւ եղբայրներուն քաչալերանքով սկսա զարայել դերոջի տաշտի մեջ։ Առաջի անգամ Հայաստան եկած էի 99 թիվին, հոս զարգացողում համակումար գար եւ համակումարի մասնակցողներեն կխնդրվեր, որ իրենց եկեղեցու մասին տեղեկություն կա։ Բավականին տարիքով մեծ, փորձառու, հովիվության բարաբաց, ես այն արդեն արեստի մեջ էի։ Սինհագո հալելի մասին թուն տեղեկություն դուր, թուն խումբիտ և հալելի մասին թուն տեղեկություն դուր։ Տեղեկությունը դրվի պաշտամունքը վերջացավ, ես հրավիրով եղբայրը մոտս եկավ, ագոպս ամենեն լավը թուն ներկայացուցեր, սի պարկը դերոջ, այո, սա, բայց սա երևում է, դու կարոս տարու պարկերում ես, իրավ ճիշտ ես ասում, այսինքն ինձի պայլ չես անում, չես շորում պան, հագոպ սա երևում է, խորացիր, զարգացուր, շարունակ է, Սուրբ Հոգիի պարգևը այն է, ինչ որ դու նախապես չունեիր, դե ոչ պարգև չի կոչվիր, դերևս տաղանդ կոչվի, գան հոմանիշ բարեր, բայց և այնպես, ես այսօր ուզեմ հասնիմ հոն, որ վերջում ենք աղոթենք և դերը մեզի Սուրբ Հոգիի պարգևը և գոչումը։ Այն ինչ որ նախապես չունեիր, և հիմա ասեմ նշանները, Սուրբ Հոգին ստացողի նշանները, նոր սիրտ, հետևելու Քրիստոսին, նոր սիրտը, որ կփափախե, կհետևի Քրիստոսին, նոր սիրտը, որ կճանչնա մեղքը և կզգուշանա, ի դեպքում, եթե մեղան չէ, ինքը սուքի մեջ կընկնի, իր կործած մեղքի համար, հանքիշ չունենա, կսկա մինչև որ խոնարհվի, խոստովանի և դերոջ մենք ընկին անգամ թողություն և սրտի խաղաղություն ստանա։ Նոր սիրտ, երկրորդ, ապրիլ Քրիստոսի համար, ապրիլ Քրիստոսի հետ միասին, ազատագրված լինելով ինքնարդարութենեն և մանավանդ մոլերանտութենեն ունենալ լուսավորված սիրտ, մոլերանտությունը մեկ բան կտեսնի, մոլերանտությունը մեկ բան կվերցնի, մնացածը կթողի։ Օրինակ, ժամանակին, երբ զույգ մնշանվեր, երկուսով մի դեղ ման չէին կալում, դեղ չէին երթար, և եթե մի դեղ պիտի երթային, իրենց հետ երորդ մնար պիտի եղլար։ Մնակ ասի մամաս ինձի աղոսած է, որ երբ որ ես բաբայի թետի սավ նշանվա դեղ պիտի երթային, անպայման քելիս աղջիկը ինձի կուտային երեքով կացիկ, ոչ թե երկուքով։ Եվ երկրորդ, թև-թևի մտնելու չէին։ Աղջիկը դուղուն թևը մտնելու չէր, կամ դղան աղջիկը։ Հիմա օրենքը որ մենք մեջ չգիտեմ, բայց արև աղջիկները դուղուն թևը գան։ Ուրեմն, այն ժամանակ, թև-թևի մտնելը արկի բաց էր, մեղքն էր, ոսկսեն հարամ էր։ Եվ կպատահի, որ իրենք իրարու հետ կալած ադենը, աղջիկը կսայտակի, կենին բիգինը, ոտքը կսայտակի։ Եվ տղան նշանացը, իր նշանացին տևը կպրնը վերգանը, որվեսի նշանացը կենին չինա։ Եվ ասլուրը կհասնի, մեծ համորին, այ կեզ բան, ինչ եղ կեզ կործել, նշանացի տևը կրներես, բաթող թողի, ինա, չարտվի, բնաշ չունի, տևը կրնե, աղջիկին ներանե, բնաս ունի, մեղք է, կարծե որ իշտապով միրջուն է պիշիշկ է այսինքը, թեպքը արդարացի է, արդարացին է,
թեպքը իրավիճակը, ոչ, ես ասիկի կոչեմ մոլերատություն։ Գա այսպիսի թեպքեր, հիմա ես ատկան ընդհանրական բան ասի, որ որևէ մեկ եկեղեցի համայնք հավատացյալ վիրավորած չէ։ Ապրիլ Քրիստոսի համար եւ Քրիստոսի հետ, ազատագրվել ինքնարդարութեն է եւ մոլերանտութեն է, այսինքն ունենալ լուսավորված միտք, ճանչնալ Քրիստոսը եւ ճանչնալու ետևե ելնալ։ Սիրելիներ, այս օրինակները, որ գուտամ, քլուխ գործոց իդեալական անձը Պողոս Արաքյալ ինքն էր։ Ինչպիսի մեկն էր եւ Քրիստոսի հանդիպեցավ ինչ եղավ։ Եվ մենք իր մեկը սորվինք որ գսե, իրավ ամեն բաները կյանքից մեջ վնաս կսերը, որպես զինքը ճանչնա։ Եվ իր հարության չարչարակներում մասնակիցը նա եւ իր հարությանը զորությանը հասնի։ Սուրբ Հոգիով լեցված հավատացյալը, բարգևը ստացող Սուրբ Հոգիի բարգև հավատացյալը նաև կստանա քաջությունը, զորությունը Հիսուս Քրիստոսը վկայելու։ Հատուկ բարգևը, որ նախաբեж չուներ, այս հատվածի մեջ հիշված բարգևը լեզուներով խոսիլ և մարգարեյանալ է։ Ցավոք սրտի վիճաբանության նյութ եղավ լեզուներ խոսիլը եկեղեցիներում միջև, բայց ես կուզեմ երկու բան ասել։ Եթե մեկը երբ սուփիկ չեք արտացած և քրիստոնյա չէ, ինչպես որ նախապանից մեջ ես, և կան իրեն սուփիկ Եվ ինքը գարտա գորոն տացից 13 նորքով։ Եվ կտեսնենք, որ այդ բարգևը հոն կա, Արաքյալը գխոսի որպես երբանական բարգև։ Եվ գսե եթե մեկը ունի, թարգմանով պետք է ելա։ Ինչս էլ ուզեմ, որ այդ բարգևը սուբքիրքի մեջ գա, 2000 տարիներ առաջ։ 13-րդ գլխու մեջ կշեշտադրի թե բարգևին կերազանցողը սերն է, 14-րդ գլխու մեջ կբացատրի, որ այդ բարգևը ինչպես պիտի գործածվի։ Մարդիկ կան ուզեն անիգամտքով մեկնաբանել, չես կրնար մեկնով մեկնաբանել, որովհետև դա կգոչվի քերբնական բարգև։ Եթե մեկը գրնա հրաշքը մեկնաբանել, լեզուներն ա գրնա մեկնաբանել, որ ադիգա ինչպես կլինի։ Եթե հետաքրքրված եք, ազատ ճանինք, խոսենք, զորուցենք։ Բայց և այնպես սիրելիներ, այս մեկը քոյություն ունի։ Եվ այս մեկը դերոջը շնորհած բարգևն է, որ անձը հավատքի մեջ կզորացնե և գշինե։ Քոյ է Աստվածաշունչի մեջ, ոչ ոք չի գրնար անել, փոխել և կամ ուրանալ, բայց ես կսեմ, խնդիրը բարգևը չէ, բարգևի կորզազությունն է։ Ում խնդիրը ման է, որոնտեղ շուպոտություններ գահարաչան։ Սուրբ Հոգիի բարգևը ստացողը վերջին կետն եմ ասելու, գունենա մտքի նորոգություն։ Մտքի նորոգությամբ անձը կսկսի տեսնել աշխարհը և աշխարհսիրութենը գեհերանը։ Ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ աշխարհի մեղքը, սերը։ Սիրելիներ աշխարհսիրությունը նոր գտագարանի մեջ մի քիչ փառք մեկնություն է։ Բայց երկու բառերով պիտի ասեմ, աշխարհսիրությունը սիրելիներ ինքնահաճություն է, որ դու գուզես հաճեցնել քու անձդ և քու ցանկություններդ, մեղքի ցանկությունները, ոչ թե փափակները։ Մենք արևմտահայերենի մեջ փափակը ընդհանուր գործածենք, իսկ ցանկությունը ավելի գործածենք մեղքի համար։ Բայց Հայաստանի մեջ նկատեցի, որ տարբերություն կա, ցանկություն ունեմ, մեր մոտ ցանկությունը ստացիպես ավելի շղթականի է, ասի լեզվական խնդիր։
Աշխարհսիրությունը սիրելիներ ինքնահաճություն է, անձը հաճեցնել է եւ մարդահաճություն է, որ դու լինես մարդուց հաճելի։ Այսօրվա մեր իրավիճակով ցուցամոլություն է, որ մարդիկ նային տեսնեն, սենք ինձ սիրուն ավտո է, ինչ տան ավտո է, եւ դու ինձ ինքդ հանգիստ զգաս, դու ինձ ինքդ լավ զգաս։ Բարդ կրել արերես, ուտելու հաճ չունես, հագնելու շոր չունես, բայց ավտոն ունիս եւ մարդիկ անով իարում են, դու ինձ ինքդ լավ ես զգում։ Ցուցամոլությունը, մարդահաճությունը։ Ասեց սիրելիներ, աշխարհսիրությունը, որ հավատացյալը եւ Սուրբ Հոգին ստանա եւ իր միտքը նորոգվի, նման մոլություններ են, նման մեղանջումներ են, նման քերություններից կազատվի։ Եվ որպես վերջնապանի հետևյալ հորդորով կանփոփ։ Այսօր հավատքով մոտեցիր Քրիստոսին։ Այսօր հատվածը մեզ ուղղորդել Հիսուսի անունին։ Հավատքով մոտեցիր։ Այսօր նախանցախնդիր եղիր հետևելու առաքյալին, ուսուցումին եւ օրինակին։ Մգրտություն Հիսուսի անունով ստանալ Սուրբ Հոգիի գոչումը եւ բարգեւը։ Այսօր նախաբաշխարումները դուրս եկուր։ Հավանաբար դու այս բանում սկսած ունենալ մտքի պայքարը։ Քո նախաբաշխարումները, քեզի հասած ավանդությունները եւ այսօրվա հատվածեն դուրս եկած պատկանը։ Հավանաբար, ես քո միտքը չեմ կարող դարձնել։ Դուրս եկուր նախաբաշխարումները եւ հանձնվիր Աստծո կամքին։ Ասա դեր, ես հավատքով քո առջև եմ։ Ինչպես Մարիամ ասավ, քու ըսածի պես թող ըլլա։ Եվ ինք պիտի ընդուներ Սուրբ Հոգին եւ պիտի հղանար իր նախաբաշխարումները դուրս եկա, որ հրյաները իրեն պիտի սեին ստախոս ես, որ վեշնակ հարգոզ է։ Բայց ինքը հանձնվեցավ, ընդունեց Աստուծո կամքը։ Այսօր պիտի աղոթենք, որ մենք ճանչնանք մգրտության խորհուրդը, թաղվի մեղքին, նոր կյանք սկսի, պիտի աղոթենք հանձնվելով Քրիստոսին, որպեսզի մեզի Քրիստոս նոր գոչում եւ բարգեւ տա։ Քանզի ասիգա իր խոստումն է, իր կամքն է եւ գործարակելոցի մեջ այս ճշմարտությունը ակնհայտ է։ Ամեն։ Ես այս բանում սիրելիներ առաջի հերթին պիտի աղոթեմ մեր երես եղբայրներում։ Եղբայր Էդգարին, Հարութին, Արմենին եւ Ռաֆին համար։ Պիտի խնդրեմ, որ առջև գան։ Եղբայրներ հրավիրեցին։